Նյուզայեմի տեղեկություններով ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը, ՆԱԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսանը։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀԱԾ աշխատակիցների կողմից կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 23 թվականի ապրիլի 30-ին Երևանի քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարած ՍՎ-ի սպանությունը պարտվիրել էր Արտաշատ համայնքի նախագահ պատգամավոր ԱԱ-ի կողմից, մասնավորապես պլանավորած համակողմանի ապացուցողական վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԱԱ-ն կնոջը էծեին կասկածելով ավետարանի հավատքի քրիստոնյա ներկրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ ՍՎ-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրա խոշոր գումարներ տալու մեջ վրեժխնդրի լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել ՍՎ-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական եւ անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի իր անվտանգության աշխատակից ԳՀ-ի միջոցով, այնուհետև ԱԱ-ն օգտագործելով ԳՀ-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս իր հանդեպ ունեցած հավատարմությունը եւ պատրաստակամությունը հանձնարարել է նրան դրդել կյանքից զրկել ՍՎ-ին։ ԱԱ-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով ԳՀ-ն 23 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան 2 հատցում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է ՍՎ-ին։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչի միջնորդության հիման վրա հսկվող դատախազի որոշմամբ ԱԱ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 46-ից 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով պատվերով սպանություն կատարելուն դրդերը։ 26 թվականի օգոստոսի 8-ին քննչի որոշման հիման վրա ՀԱԾ աշխատակիցների կողմից ԱԱ-ն ձերբակալվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Գագիկ Ծառուկյանի ներկայիս կարգավիճակը կարծում եմ որևէ մեկի համար գաղտնի չէ։ Որոշ ժամանակ առաջ նրա օգնականը Լիաննան հրապարակել էր տեսանյութ ու խոսել, թե ինչ իրավիճակում է գտնվում այս պահին պարոն Ծառուկյանը։ Լիաննան անդրադարձել էր նաև բոլոր այն մարդկանց եւ հայտնիներին, ովքեր որևէ ձևով չեն խոսում բարձրաձայնում ներկայումս տիրող անարդարության մասին։ Մի մասն էլ խոսում է, որ այս ամենը պարզապես շոու է եւ մի օր վերջը գալու է տվյալ շոուի։ Շատերը քննարկում են պարոն Ծառուկյանի ձեռնաշղթաների փոքրությունը, մի մասը պահանջում է մեծ ձեռնաշղթաներ պատվիրել, որպեսզի նման իրավիճակում պարոն Ծառուկյանը չհայտնվի։ Սակայն մենք ներկայացնում ենք այս պահին տիկին Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրվա հետ կապված որոշ մանրամասներ։ Գագիկ Ծառուկյանի տիկտոկյան հարթակում հրապարակված տեսանյութ, որտեղ վերջինս շնորհավորում է իր տիկնոջը։ Տեսանյութում հրապարակված են լուսանկարներ Ջավահիր Ծառուկյանի, նրա թոռների եւ ընտանիքի հետ։ Տեղադրված է երգ, որտեղ շատ ջերմ բառերով շնորհավորում են վերջինիս ծննդյան տարեդարձ։ Այս տարի Ռստասեկոսեների Ջավահիր Ծառուկյանը բավականին տխուր եւ նեղ շրջապատում է անցկացրել իր ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք հրապարակում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը եւ Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ։ Ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի,
ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը, ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից, դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին 30 միլիոն դոլար Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Եվ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ-մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի, ոչ մի դաշնակ չի ասել, հələ եկեք այդ 800 միլիոն դոլարը, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերա։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը եւ Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ։ Ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից, վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը, ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից, դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում
եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում, այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին 30 միլիոն դոլար Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Եվ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի։ Ոչ մի դաշնակ չի ասել, հələ եկեք այդ 800 միլիոն դոլարը, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերա։ Բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր